այս դատական ակտը չի անդրադարձել, որովհետև այս դատական ակտը, որը տեսեք, մեզ տրամադրել են մարդուն զրկել են 2 ամսով կալանքից, տրամադրում է քաղվածք։ Այդ նույն դատավորը պարտավորել երեք այդ որ նիստը ավարտվեց, այսենց որոշումով 2 ամսով մարդուն կալանավորում են եւ քաղաքը զրկվում է կառավարման հնարավորությունից, այսինքն ընտրված քաղաքապետը այս տեսակի, տեսեք, այս կիսատ փաստաթղթով մարդը գտնվելու է կալանավայրում։ Խոսք են տվել, որ այսօր պետք է երեկոյան արձեռ ընտան ամբողջ որոշումը, որպեսզի մենք կարողանանք բողոքարկենք։ Ուրեմն, ստեղ մենք գործ ունենք ակնհայտ պատվիրված շինցու քրեական գործի հետ եւ այս պատվիրված շինցու քրեական գործը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից եւ քաոս ստեղծել Գյումրիում, այդ թվում նաեւ այնպիսի քաոս, որ մարդիկ իրենց ջղայնությունը ավելի ընդգծված արտահայտեն, որովհետև այլ կերպ ես սա չեմ կարող բացատրել, որևիցե փաստական հիմք, որը կարող էր հիմնավորել հիմնավոր կասկածը այս գործով գոյություն չունի, ուրեմն փաստորեն մենք ականատեսն ենք եղել այս ներկայացված փաստաթղթերից, որ դիմադիր քաղաքապետը մի քանի օր անց դատարանի որոշմամբ արդեն իսկ գաղտնալսվել է եւ գաղտնալսումները տեղի են ունեցել, այսինքն մենք ունենք դատական ակտի մասին փաստագրված տվյալ։ Դա դատական ակտով նախատեսված է, որ Վարդան Ղուկասյանի իր բնակության վայրում նա կարող է ենթարկվել գաղտնալսման։ Այսինքն այդ ընտանիքի անդամները եւս նույն ձևի հավասարապես կարող են ենթարկվել գաղտնալսման։ Թեպետ այդ գաղտնալսումներից մենք չգիտենք ինչ է տեղի ունեցել, մենք չունենք այդ փաստերը, բայց այնուամենայնիվ որ կա դատական ակտ, որ նման գործողություն պետք է կատարվի, դա փաստ է։